Ողջույն, ես Նաիրա Մովսիսյանն եմ։ Եվ ես եկել եմ քեզ հետ այսօր խոսելու մի թեմայից, որը որ առնչվում է գրեթե բոլորիս հետ։ Այդ թեման է երրորդ ավելորդը անձնական զույգի, ընտանեկան կյանքի եւ ընդհանրապես մեր կյանքի մեջ։ Ես եկել եմ քեզ ասելու, որ հերիք է խորհրդակցես քո կյանքից բոլորի հետ։ Հերիք է ընկալես բոլորին ավելի հարազատ, քան այն կողակցին, որին ընտրել ես։ Եվ երբևէ չփորձես մեղադրել, որ չգիտեմ, սկեսուրս, սկեսրայրս, զոքանչս, աներս, եղբայրը, քույրը, չգիտեմ, Պողոսը, ֆլանը, ֆստանը խանգարեցին մեզ մեր երջանկության մեջ։ Չի լինում նման բան եւ դա անհնարին է, եթե զույգը կայուն է։ Եթե երկուսն էլ նայում են մի կետի, ապա չի կարող երրորդ մարդը լինել խոչընդոտ։ Կամ ձեր բանականությունները միացրեք եւ միանջատեք, կամ սթափ ընկալեք ձեր զույգին որպես աշխարհի ամենաերջանիկ եւ միակ զույգը, կամ մի թույլ տվեք մարդկանց, ովքեր ձեզ համար վտանգ են ներկայացնում, քիթը մտցնել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ։ Իսկ ով է ձեզ ասել, որ ձեր առօրյա կյանքից պետք է զույգի կյանքից պետք է տեղյակ լինեն բոլորը, սկսած մեր ծնողներից։ Շնորհակալություն իհարկե այն մարդկանց, ովքեր մեզ մեծացրել են, դաստիարակել են եւ տվել են ներկա, որն էլ պետք է մեր ապագան ձևավորի։ Բայց դա չի նշանակում, որ այն անձնայինը եւ մեր ներքինը եւ խորքայինը պետք է պարտադիր տվյալ անձնավորությունը իմանա։ Անհնարին բան է, երբ որ զույգը լինում է կայուն, երրորդ մարդը լինի այնտեղ, որտեղ իր տեղը չէ։ Շատ լսում եմ մեղադրանքներ, բայց երբևէ չեմ լսել, որ ասեն ես եմ մեղավոր եղել, որ թույլ եմ տվել։ Դա այտենց լավ, մի քանի տոկոսային այտենց հարաբերակցությամբ կարող են այդ մարդիկ լինել։ Սա խանգարեց, նա խանգարեց, սա գալիս էր, սա գնում էր։ Կներեք, ես շատ հաճախ տեսնում եմ, թե ոնց են կանայք աղջիկները ժամերով հեռախոսից կախված այն դեպքում, երբ որ ամուսինը կամ զուգընկերը կողքը նստած է կամ, չգիտեմ, տարածքում է։ Եվ նույնը տեսնում եմ հակառակ, թե ինչպես են տղաները, թե ամուսինները, թե ընկերները հեռախոսը վերցած դուրս գալիս խոսելու կամ գրելու կամ գործովա։ Այսինքն նմանատիպ հարաբերության հիմքը արդեն ամուր չէ, որովհետև եթե դու չես ունենում թեմա քո զուգընկերոջ հետ կամ զուգընկերուհու, հետևաբար այդ երրորդ մարդիկ երբևէ մեղավոր չեն կարող լինել։ Մենք մեր ներքին էգոն այնքան շատ ենք սիրում, որ մենք մեր քթից այն կողմ չենք տեսնում եւ չենք փորձում հասկանալ, որ ախր ես էլ եմ թերացել։ Կիսուրը մեղավոր չի կարող լինել։ Սկեսրայրը առավել եւս եւ նմանատիպ մարդիկ, նմանատիպ ասելով զոքանչի բաներ, ու միշտ պատճառ են բռնում կամ տալոս կենցաղային այդ հչի փչի գչի բչի բաները սարսափեցնում են, հասկանում եք։ Այ ինքը որ բան արեց, ես սենց արեցի, ես նենց արեցի, այսինքն կենցաղային ինչ-որ ճղճիմ թեմաներ են, որոնք ընդհանրապես զույգին պետք է չառնչվեն։ Կամ սկսած հարսանիքի օրվանից, երբ որ դու արդեն զգում ես, որ կա թերություն, որովհետև մեծ մասը չգիտեմ ինչի աչքերդ բացում եք հարսանիքի օրը, ոչ թե դրանից մի օր առաջ գոնե որ կարողանաք հետ քայլ անել եւ հարսանիքը չկայանա, չանեք ոչ մի բան։ Հաղորդաշարերը նկարահանվում են Գարիկի մոտ հանգստյան տներում։ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Գարիկի մոտ։ Հարմարավետ հանգիստ նախատեսված մինչև 20 հոգու համար։ Դրախտային միջավայր լճի ափին, բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջակուզիներ, հարմարավետ ննջասենյակներ, ընդարձակ հյուրասենյակներ եւ խաղային գոտի հատուկ երեխաների համար։ Ստուգեք առաջիկա հասանելի օրերը այցելելով 3w.garikimot.com, ամրագրեք տեղերը նախապես 5 աստղանի առանձնատներից որևիցե մեկում եւ դարձրեք ամառային օրերը անգերազանցելի։ Գարիկի մոտ, տապից պաշտպանվելու լավագույն լուծումը։ Այլ հենց այդ օրը ինչ-որ տենց փոփոխությունը տեսակ եւ սենց ստրես ապրած դուք գնում եք առաջ։ Ով է մեղավոր այդ դեպքում, եթե ոչ ձեր անձը։ Եթե դու բացատրում ես քո կողքինին, իսկ կողքինն էլ բացատրում է քեզ, թե ինչի հետ համաձայն չի։ Միթե դժվար չի ուսադիրները մի կողմ դնել եւ մարդուն լսել ու հասկանալ։ Ես ընտանիքներ գիտեմ ամեն աստծո օր, չգիտեմ, թե այդ տվյալ տղայի ընտանիքի անդամները, թե հակառակ աղջկա ընտանիքը միշտ իրար հետ են, միշտ, այդ շատ լավ է, երբ որ իրար հետ են եւ թեմա ունեն, բայց երբ որ գալիս են եւ խանգարում են մյուս ընտանիքի առօրյա կյանքին, դա մեր թերություն է, որ մենք թույլ ենք տալիս։ Հարգեք ձեզ եւ ձեր ընտրությունը։
Այսինքն ձեր ընտրությունը ո՞րն է։ Վայ մամայս, պապայս, աղբերս, քուրես գրկեմ իրաց նստեմ, դու դից կողքից անցի։ Ինձ ցույց տվեք մեկին, ով որ այդքան կապված է ընտանիքի հետ, այդ աստիճան, այն որ սենց պորտալարը չի կտրում, ու ինքը երջանիկ է իր անձնական կյանքում։ Միշտ պարտադիր փլուզվում է։ Պարտադիր, եթե ոչ 1 տարուց, հաստատ 5-րդ տարում փլուզվում է, որովհետև երկար դիմանալը այդ երևի առաջ էր նորաձև, որ վայ երեխայի խաթր, սրա խաթր, նրա խաթր, նրա խաթր, բայց դա քո անձն է, դա քո հնարավորությունն է։ Մենք ունենք մի կյանք այս երկիր մոլորակում։ Մենք ծնվել ենք առաջին անգամ եւ իրավասու ենք սխալվելու ինչքան ուզենք, միշտ ասել եմ եւ կասեմ, էլ արդեն չափ չկա, ամեն վիդեոյում ես դա կրկնում եմ ու փոփոխություն որպես այդպեսին քո կյանքում չես տեսնում, որովհետեւ դու չես սիրում քայլեր անել, չես սիրում փոփոխվել, վախենում ես, որ եթե փոփոխություն անես, քեզ սխալ կընկալեն։ Այն մարդիկ, ովքեր սխալ են ընկալելու, դուրն այն կողմն է։ Մի վախեցիր լինել ինքնատիպ, մի վախեցիր լինել այնպեսին, ինչպեսին կաս, որտեվ քեզ արդեն ընտրել է այնպեսին, ինչպեսին դու կաս, դու էլ իրեն ես ընտրել այնպեսին, ինչպեսին որ ինքը կա։ Իսկ դու նստել եւ ասում ես, բան, մի հատ զանգեմ բողոքեմ ես ինչին։ Մի հատ ոնց կարող ես դու քո ընտրությունը երրորդ մարդու ականջին լսեցնես եւ ասես, թե ինչ թերություններ ունի։ Ախր չէ՞ որ այդ թերության պատասխանատունել ես դու, իր առավելության պատասխանատունել ես դու։ Իր հակացի, չհակացի, կերածի եւ խմածի պատասխանատունել ես դու։ Հաղորդման գործընկերն է Maison Vemian բրենդը։ Մենք պատասխանատու ենք այն ծաղկի հանդեպ, ում վարժեցրել ենք, ում ջրել ենք։ Էգզյուպերին է ասել փոքրիկ իշխանում, դա ես չեմ ասել։ Մի վախեցեք, ձեզ համար կինը կամ տղամարդը ինկուբատոր չեն, որ անպայման սերունդ պիտի տան։ Զույգը նրա համար է կառուցվում, որպեսզի միասին գնան առաջ քայլերով, միասին երջանիկ լինեն։ Երրորդ մարդուն դուր չի գալիս ի սեր Աստծո, չորրորդ մարդուն դուր է գալիս փառք Աստծո, այսինքն ամեն հնարավոր տարբերակ տրված է այս կյանքում ընտրության։ Կախվել եք մի հատ փրփուրներից եւ մեղադրում եք բոլորին։ Ես չեմ կարծում, որ ծնողին լավ չի լինում, երբ որ իր տղան կամ աղջիկը երջանիկ են։ Ուղղակի կան բաներ, որ իրանք վիզուալացնել են ուզում այն երևակայությունը, որ ծնված օրվանից պատկերացնեն, թե ով պիտի լինի ձեր կողքին։ Բայց ինչ արած, հիմա չի համապատասխանել, բայց իրանց երևակայությանը ոչ թե քո անձի։ Կամ ինչ է նշանակում, դու արդեն ամուսնացած ես կամ ունես ընկերուհի ու թույլ ես տալիս հումորով հետներն էլ հավասար նստես ու մեր լեզվով ասած առօրյա տժաս, ասենք այդ աղջկա կամ տղայի վրա։ Դա չեղավ սեր, դա եղավ ընդհանրապես, տես մենք հարուստ ենք, դուք աղքատ։ Դենք ուստես մեր ընտանիքում դանակ պատառաքող են ուտում, դուք ձեռքերով եք ուտում։ Դու ընտրել ես ինչի համար զվարճանքի։ Դու քո կյանքի ժամերը զվարճանքի համար ընտրելով չես մտածում դիմացինի մասին, այսինքն նույն հաջողությամբ դիմացինը հավատացել է քեզ։ Ու նմանատիպ փոքր կամ մեծ թեմաների պատճառով է, որ մենք վերցնում ենք մեղավորությունը եւ ասում ենք, ես բան չեմ արել։ Ես ինչ եմ արել, որ դու այն ես արել, որ թույլ ես տվել, որ քո անձին, այսինքն քո ընտրությանը, որտեղ քո ընտրությունը դառնում է քո անձը, քո ներկայացուցիչը, լավ էսպես ասեմ, վիրավորեն կամ կամահրեն կամ հեգնեն։ Դու հասկանում ես, որ երբ որ դու քայլում ես արդեն, դու գործողություններ ես անում, դու հագնվում ես, դա քո զույգի, քո կողակցի դեմքն է եւ նույնը հակառակ։ Եթե շատ չպաթետիկացնեմ, չնայած դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, ապա եթե մենք ընդունում ենք որպես Աստծուն, ապա Աստծուց հետո պետք է գա կողակիցը։ Այն կողակիցը, որին դու ընտրել ես, հետեւաբար ինչպես կարող է երրորդ անձը խանգարել ձեր երջանկությանը։ Որպես այսքան երկար բարակ քեզ չբացատրեմ, կխնդրեի, որպեսզի հերթով, կարգով, շարքով բաժանես թուղթը երկու մասի։ Առաջին մասում գրես քո առավելությունը, քո կողակցի հետ կապված շփման եւ երկրորդը քո թերությունը։ Այդ ժամանակ դու կգտնես պատասխանը, թե ինչու է ձեր հարաբերությունների ճեղքվածքը։
ու կհասկանաս, որ ձեզնից մեկի թուլությունը խանգարում է, որ երրորդ անձը sense մտնում է ձեր մեջ ու դուրս չի գալիս։ Ամուր բռնիր ձեռք այն մարդու, ում հետ պատրաստ ես մինչև վերջ քայլելու։ Եթե պատրաստ չես, ժամանակդ մի կորցրու եւ իր ժամանակն էլ մի խլիր։ Երբևէ ժամանակը չես կարող հետ բերել։ Չկա նման բան։ Երբևէ վաղը չի գալու։ Երբևէ 100% քո աչքերը վաղը չեն բացվելու։ Հետևաբար ուշադիր եղիր այն ընտրության հանդեպ, ինչ որ դու ընտրել ես։ Եվ մանավանդ այն մարդիկ, սկսած ինձնից, ովքեր կյանքում ունեցել են բաց թողումներ կամ բաժանումներ, ուշի ուշով պետք է իրենց զգայարանով եւ էմոցիաներով զգան, թե ինչ են ուզում ունենալ եւ ինչպիսին պետք է լինի իրենց կողակիցը, որպեսզի նրանք քայլելով գնան առաջ, եւ որևէ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 1000-րդ մարդ չի կարող խանգարել եւ առավել եւս բաժանել սիրող զույգին։ Ես ուզում եմ, որ ձեր երկուսի մեջ լինի սեր, հարգանք եւ խրախճանք։ Թաշարերը նկարահանվում են Գարիկի մոտ հանգստյան տներում։ Հաղորդման գործընկերն է Maison Vemian բրենդը։